Լիլիա, Հայաստանում գյուղմթերքի գինը վերջին շրջանում աճել է 4,9%-ով, ԵԱՏՄ երկրների ցանկում Բելարուսում աճը կազմել է 9,9%, Ղրղըզստանում 14,1%, Ռուսաստանում 12,4%։ Ինչով է պայմանավորված սա։ Եթե վերջին թանկացումներին անդրադառնալու լինենք, ապա դա պայմանավորված էր գյուղատնտեսական արտադրության, արտադրանքի դրոշմանիչների պարտադիր պահանջով, կտրուկ թանկացման մասն է խոսքը, բայց ավելի գլոբալ, դա մասնավորապես կաթնամթերքին էր վերաբերում, բայց եթե ավելի գլոբալ փորձենք հասկանալ, ապա գլոբալ հարցադրումը գյուղատնտեսության ոլորտի գլոբալ խնդիրներով էլ պայմանավորված է, ինստիտուցիոնալ խնդիրներով, որոնք անգամ սուբսիդիաների առկայության պարագայում որևէ կերպ չեն լուծվում։ Դրա վկայությունը ոչ միայն գնաճն է, դրա վկայությունը նաև գյուղ ոլորտի հետ կապված վիճակագրությունն է, գյուղատնտեսության ոլորտի մեղմ ասած ոչ բարվոք վիճակը, թեև վերջին շրջանի վիճակագրությունը որոշակի աճեր արձանագրում է, բայց դեռ այսպես հարցադրում է, մենք ինչ-որ ժամանակավոր ազդեցությունների ներքո ենք, թե ոչ։ Նաև հետաքրքիր է Գառնիկ, այսօրվա իմ հավելվածը այդ տնտեսության իրական հատվածի զարգացումների վերաբերյալ այսպես մասնավոր մի ուղղությունից եկող ցուցիչին է վերաբերում, նույն առևտրային բանկերի կողմից ֆինանսավորվող ոլորտների ֆինանսավորմանն է վերաբերում եւ որևէ կերպ պատահական չէ, որ ընդհանուր վարկավորումների միայն 5,7%-ն է բաժին ընկնում գյուղ ոլորտի, ուրեմն գյուղ ոլորտին, գյուղատնտեսական ոլորտի գործունեությանը եւ այլն։ Սա եւս ցուցիչ է ոլորտում իրական իրավիճակի եւ պատկերի վերաբերյալ։ Իսկ թե ինչ ունենք տնտեսության մյուս ուղղությունների հետ կապված արդեն մանրամասն եմ հավելվածով։